Ալո, բարև ձեզ սիրելի ժողովուրդ, որ ասում մենք այստեղ ենք տեխնիկական պատճառներով պայմանավորված մի փոքր ուշացումով մեզ կներեք, բայց դա մեզից կախված չի։ Տեխնիկայի երկիրը, բայց տեխնիկան նեմ է։ Ինչևից է, մենք ուղիղ եթերում ենք եւ պատրաստ ենք պատասխանելու, ոնց որ ասում է, մեր հայրենագիտներին հուզող հարցերին։ Եվ այսպես խնդրենք մեր ադմինին թող միացնի միկրոֆոնները, եթե ունեք հարցեր, խնդրեմ։ Վարդան Ղուկասյանը եթերում է։ Դա կարևոր է։ Ալո։ Ահա, լսում եմ։ Բարև ձեզ, բարոն Ղուկասյան, նորից շանտ եմ, ես ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ունեցավ ձեզ խոսելու, չնայած նախորդ մի քիչ բարձր խնդրում եմ։ Ինչպես։ Մի քիչ բարձր, ձեր ձայնը հեռվից է գալիս։ Լավ, հիմա լավ է ձայնը։ Հիմա լավ է, ասեք։ Ասում եմ, որ ուրախ եմ, որ նորից հնարավորություն եմ ունեցել ձեզ հետ խոսելու, չնայած նախորդ լայվին նորից խոսացել էի։ Նախ ուզում եմ ասել, որ ինքս շաբազանց մեղավոր եմ զգում ամեն օրվա համար, որ առանց քո ազատ արձակվելու շարժում չեն անում հավելյալ։ Չնայած որ դոկտուսացիան անգամ չեմ ինքս, բայց մտածելով, որ դու ավելի լավ գիտես, ինչ կայլ պիտի առնվի եւ երբ պիտի առնվի, այդ նպատակով ես հետևում եմ դոկտուսացիան լրատվականին եւ պատրաստ եմ որևէ ժամանակ որ գոչարվի այդ գոչին արձագանքելու, քանի որ արդարի ողքին չգանքնելը համարում եմ, որ ինքնին անարդարություն է եւ չարին ողքին լինելը։ Միաժամանակ շատ հուզում է, ինչու մեր ժողովրդի մի մասը այսօր հայրենիքի արժեքը լավ չի իմանում, պարոն Ղուկասյան։ Եվ դրազեմ, որ այս ամենը եղած է առաջին օրեն, անկախության օրեն, որով մեր ժողովուրդը անկախության չի վճարել։ Անկախությունը այս ժողովրդին իմ կարծիքովս, այսպես ասած, մաղդուցվել է ոսկի ափսեով։ Իրենք մեր անգամից դարձել են ազատ անկախ Հայաստան, այսպես ասած։ Պատճառը այն է, որ մենք այս օրին ենք հասել։ Քանի որ ժողովուրդը չի վճարել անկախության։ Եվ ինչպես ասում են, այն բանի, որ քինը չես վճարել, դժվար է արժեքը հասցնես։ Այդ օրվանից ի վեր վերևի խավից ստսյալ մի մասը միջև ժողովրդի սովորական քաղաքացիների մի մասը ապրել եւ մեծացել են խարդախության, խաբեբայության, իրենց հայրենալիցների փոսը փորելու եւ հայրենի թավաջանելու վրա։ Բայց նախքան ուրիշների մեղքերը այսպես նշելը պետք է ընդունենք մենք որպես պարոն Ղուկասյանի աջակիցներ, որ մենք շատ տերություններ ունենք։ Չենք բարված այնպես, այսինքն շատ անգամ բավարարվելով միան խոսքով աջակցելով։ Մենք այսինքն պարոն Ղուկասյանի աջակիցներն են։ Էլի բավարար չէ։ Մենք այստեղ շատ մեծ տերություններ ունենք։ Մեր հիմա քոնը այսօրվանից սկսյալ բոլոր պարադիցներով եթե չսովորենք, որ ամեն ինչ մի կողմ պետք է տնենք հայրենիքի բրդության համար, եթե չսովորենք, որ մեղք ունի, բարին փունի մասկով մեղք ունի, անձնարան կյանքի շահի մասին մտածելը, երբ հայրենիքը վտանգի տակ է, եւ այսօր վտանգի տակ է։ Եթե այսպես պիտի շարունակենք, ուրեմն թող շնորհավորը լա որևէ թշնամուն, որ աչք ունի Հայաստանի Հանրապետության վրա։ Քանի այդ բարակային ասել է, որ մենք արժանի չենք այլևս մի երկիր, մի ժողովուրդ ճարանքել, որ ունի 6000 տարվա պատմություն եւ մշակույթ։ Անկախությունից ի վեր է ասացել, անկախությունից ի վեր ղեկավարվել է Հայաստանի Հանրապետությունը ախորի նման։ Ղեկավարները ինչքան ծանոթներ ունին, ինչքան դաշակ վճարողներ ունին, բերեր հատ լցրել են պետական պաշտոններում։ Նրանք իրենց կարգին ինչքան դրսեր են, իրենց դեղգոտ սերտերը մխրճել են Հայաստանի Հանրապետության հարստության քրբանը թողացել են ինչքան գնան եւ իրենց անձնարան հարստությունն են ուդարել։ Այսպես դուք շատ ճիշտ ամեն ինչ ներկայացրեցիք։ Անկախությունը ժողովրդի գլխին ոնց էին ասում Աստվածաշնչի մեջ, Աստծո մանանայի նման վերևից ընկել է։ Այս ժողովուրդը
Չգիտի ինչա նշանակում անկախություն, չի կռվել, չի զոհվել եւ այլն։ Անկախություն չգիտեն։ Այս Ղարաբաղն ուզում էին անկախ լինել։ Ղարաբաղն ասում էր ես Հայաստանի կազմը մտնողը չեմ։ Հիշում եք Ղարաբաղի ժողովրդի մոտեցումը, Ղարաբաղի կառավարության ժողովրդի մոտեցումը, ղեկավարության։ Մենք պիտի անկախ լինենք։ Եթե Ղարաբաղը վաղուց միացած լիներ Հայաստանին, այս խնդիրը չէր լինի։ Ինչ է լավ։ Ադրբեջանն եկավ, սիրուն վեգալեց, ասեց 3 մատների ամբողջականություն քեզ, թե դու կլնես անկախ։ Առանց պատերազմի, առանց կռվելու, առանց դիմադրություն ցույց տալու Ղարաբաղի ժողովուրդը 1,5 միլիարդ դոլարի սպառազինություններ նվեր տալով Ադրբեջանին, մի գիշերվա մեջ Հավկինյանց եղած չեղածնու հեռա դեպի Հայաստան։ Ղարաբաղն էլ տվին, իրաց նախների գերեզմանով եւ այլն եւ այլն։ Վերջացավ։ Այսինքն նա պիտի ասեն Հայաստանը մեր կողքին չէր, որ մենք դուք միլիարդ ու կես դոլարի զենք ունեք, եթե անգամ Հայաստանն է ձեր կողքին չլինի, դուք ամեն ինչ ունեք, դուք հանգիստ կարաք դիմադրություն ցույց տայիք։ Իսկ ձեր Ղարաբաղի վերնախավը ամեն ինչ դզես փչեց, որ պիտի թալանել գա Հայաստանում վայելի, սեպս պետք է ասեմ շնորհակալություն ռուսական կողմին, կալանավորեցին ամբողջ Ղարաբաղի ղեկավար կազմին, տվին ադրբեջանցիներն ասին տարեք, արեք մորմշ։ Հիմա էլ տանեմ, անում են մորմշ եւ շատ ճիշտ են անում, դրանք պիտի սատկեն։ Հիմա ինձ է ուզում է թող ինձ նայել, բայց դրանք հանձնին Ղարաբաղ։ Հիմա Հայաստանի հերթն է։ Այս ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, ինքը չգիտի ինչ նշանակում անկախություն եւ հիմա կարող է դուք մեզ չհամաձայնեք, բայց հայ ձեռը անկախություն տալ ասել երկիր ղեկավարի, ես ավելի քան համոզված եմ, չի ստացվելու։ Եթե հիմա ինչ-որ կգա մի հատ նորմալ, ասենք, չգիտեմ, հրաշքով կգա մի նորմալ ղեկավարություն, մի 10-20 տարի հետո պատալու այդ ղեկավարությունը գնալու է, ոչ մի իշխանություն ավիտան չի։ Կգա մյուս ղեկավարությունը, ու էլի միանշանականի էլ ինչ-որ արեցին է սրանք երկիր պահել չգիտեն, սրանք պետական մտածելակերպ չունեն, ոչ ընդդիմությունը, ոչ իշխան, ով եկել է գրթե, չրթե, իա բջերի, համա Հովիկ Աբրահամյան, ծորով ապահովացա։ Այնտեղ են գազի վարդան, ծորի այդ ապահովացա, Ռոբիկը, Սերժիկը, մյուսները իրանց սաղ, հələ ու հել ուզում են լապեն, այ մարդ կշտանալ չկո։ Սրանք կշտանալ չեն հասկանում, ես չեն էլ հասկանա։ Սրանք կշտանալ կհասկանան այն ժամանակ, երբ որ Հայաստանում կլինի 1937 թիվ, որ դնեն սաղին կուլակա թափանեն, ժառանգներով հանդերձ լցեն բերդերը, պտսնեն, մերները թունեն հազար անգամ ներողություն, նոր սրանք կհասկանան, որ չի կարելի կպնել պետական ունեցվածքին։ Կպար պետական ազգային ունեցվածքին տնով, տեղով քեզ պիտի ծածցնեն։ Այտենց պիտի, այտենց ֆանատիկ, ռադիկալ, դահիճ գոյություն չունի բացի Վարդան Ղուկասյանից։ Որովհետև սրանք ասում են, նայեք հələ Տարոն Մարկարյան 7 հատ բիճած ֆրթե, այդ 7 բջերը սաղին պիտի ամուսնացնի, ամեն մեկի հարսանիքը գոնե մի $300,000 պիտի լինի, ես ամենա չթվերն եմ ասում, այդ ամեն մեկը խնամի, այդ խնամիները ծնունդ ունեն, քելեխ ունեն, թաղում ունեն, ատահատիկ ունեն, աներոջ ծնունդ, նա չգիտեմ, եգանից, այդ սաղ ծնունդները դոլար, այդ որտեղից քաղաքապետի կձիբ աշխատավարձով չի լինի, նույն է, այսինքն, այդ նույնը հիմա շարունակում են սրանք, երեկվա բոմժերը, Աննա Բոլինի աղբերը, որ խմբագության Բոլին էր կնում, այսօր Ամերիկա տուն ունի, այսօր Ռուսաստան, Եվրոպան ես դու որտեղից։ Ատուց, իսկ ես երկիրը, այս երկիրն էլ, գողի, բոզիկ երկիր է, ինչքան շատ թալան ես բերես այս երկրում, բացես կապիտալ, քեզ ոչ չի գասի, ես քեզի որտեղից։ Հասկանալը, դրա համար Այդ օրենքը չի Այդ ամբողջ բանը նրանում է կայանում հարգելիս, որ ստեղ պետք է քին մաքրում, քին չի սկա, ուրիշ այդպես իշխանություն չկա, ուրիշ այդպես քաղաքական գործիչ չկա, որ ասում է ես եկա, ալնելու է 37 թիվ։ Ես չեմ խափում, պիտի լինի 30, ուրիշ տարբերակ չկա, չէ։ Այո, դուք շատ ճիշտ ասեցիք, շնորհակալություն։ Այսինքն այն թշնամու բախը կբերի, որ այս երկիրը կվեկալի։ Ես այսօր նայում եմ ամեն ինչ տանում է դեպի դրան։ Իսկ եթե պիտի երկիրը դառնա ադրբեջանական վիլայետ կամ թուրքական վիլայետ, ավելի լավ է դառնա ռուսական կամ պարսկական վիլայետ կամ գուբերնիա, կամ թե վիլայետ։
Այսպես իմ վճարելուին ավելի լավ է այսօր մենք երդի ունենալու կինը վճարենք, կամ թե ախորին կինը վճարենք։ Այսօր հայրենիքը Դու վճարել ես սրա քո ժողովրդի, սրա Հայաստանի ժողովրդի շատ անգամ ներողություն, սեռական օրգաններին չի թե ինչա կատարում։ Մարդը գիտակ ծնավորի կվաղը սովից սատկելու է, գնա մտրմանի կոլ։ 100,000 դրամը վեկալը գնա մտրմա հասաբուտ կեղնչաս մեծ 100,000 այսօր լապի, վաղն ինչ եմ անելու։ Թաքսա ուտելու, այդ ալնելու։ Հաջորդ հարց։ Ալո։ Այո։ Ալո։ Здравствуйте, Юрикович. Здравствуйте։ Ուրեմն մենք գիտենք, որ այս անկետից տեղափոխել են բեկետը։ Հիմա դու հիշում ես Բիսեդկեքում, Երևանի Բիսեդկեքում, որ բլոտ են խաղում, այնտեղ իշմար են տալի։ Հիմա դու կարում ես իշմար տաս, ասենք որ պրիչալում են քեզի տարեթող է, որ ես 2 շաբթի 3 շաբթի օրը գամ մտե քեզի սպիդան կանեմ։ Այստեղ ուրեմն առանձնապես գաղտնիք չկա էլ որ ես իշմար տամ, բայց այստեղ սվիդալի գոյություն չունի։ Այդպես ասեմ, անգելի ժողովուրդ։ Չկա գոյություն չունի, որ ասում են դարագույն մալչիկ, դրա տակ պահում են, պին-պին, ոչ մի սվիդանի, ոչ մի բան, ասենց ասած, խիստ վտանգավոր հանցագործի նման, Վարդան Ղուկասյանի պահում չես Վարդան Ղուկասյանը հասագործ չի, Վարդան Ղուկասյանի դատական վճիռները չեղարկվեց, Վարդան Ղուկասյանը կռիվան է հիմա որ այս երկրից գնա, եթե այն ժամանակին վրա կախված է դեպորտացիայի մասին, այդպես ասած, վճիռը, հիմա մենք այդ վճիռը չունենք, թազանոր պիտի նորից տաք սկսվի, հələ ուր է սեպտեմբերի մեջ, մենք էլ ասում ենք եղբայր, որպեսզի այս պետությունը գումար չծախսի մեր վրան, մենք գումար չծախսենք այս պետության վրա, մենք թողեք էթը մենք ձեր երկրից։ Հիմա խոմ դեպորտ չունենք, հիմա պետությունը լուր է, դե չի հանում, մեռանք զանգելով, նամակ գրելով, ասում ենք ընկեր դատախազություն, ընկեր բանը Department Homeland Security, բաց էթը մենք, դե չկա, այդպես մորդ գոյություն չկա։ Ես չեմ դուք եք հասկացեք, թե այս պետությունը մեզից ինչ ուզում վախում են։ Ես չի կարա պատկերացնել, որ այս երկրի նման երկիրը կարա Վարդան Ղուկասյանի անձից վախենալ։ Եղավ, Յուրիկովիչյան, եղավ, լավ։ Հա, լավ, ստեղ չկա տեսակցություն։ Լավ։ Հաջորդ։ Ալո։ Այո։ Վարդան, բարի երեկո։ Ահա։ Բարի Ալո։ Լսում եմ։ Слышу։ Են ու պագազի մեջ։ Ալո, լրություն կողեց։ Հաջորդը։ Պաշտպանավ։ Ալո։ Լսում ենք։ Վարդան ջան, բարի երեկո։ Բարի լույս, մեր մոտով։ Լսում եմ։ Եթե կարելի է ցանկություն կա մի հատ, մանալոգի չվերացվի, քանի որ քո ժամանակը շատ սուղ է։ Մարդիկ թող այդքան երկար չծավալվեն, կոնկրետ հարց տան, դուք կոնկրետ հարցին պատասխան տաք։ Հիմա իմ հարցը Նախ եւ առաջ կուզեմ իմանամ ոնց է քո առօրյան անցնում, ոնց է քո մարտական տրամադրությունը, ու եթե կարելի է մի երկու բառով նախընտրական ծրագրի մասին խոսքերից մասին, որ ասես լավ կլինի, ինչքան գիտեմ համագործակցում է Արշակ Կարապետյանի հետ ու Պարույր Հայրիկյանի հետ, ինչքանով է դա քեզ անհրաժեշտ ու ասենք ինչ պաշտոնների դու այդ մարդկանց տեսնում, որ իրանք ուզեցել են քո հետ համագործակցեն։ Նախապես շնորհակալություն Արտուր Չարբախից։ Շատ հաճելի Արտուր Չարբախից։ Իմ առօրյան ասում եմ նորմալ, մարտական տրամադրությունը մնացել է նույնը, չնայած նրան, որ 17 ամիս գտնվելով մեկ այլ համակենտրոնացման ճամբարում, ուրիշ կերպ ես դա չեմ անվանում, դա բառից բուն իմաստով համակենտրոնացման ճամբար է, կարելի է համեմատել Օսվենցումի հետ, մի տարբերությամբ, որ այդտեղ մարդկանց չէին վառում, կամ գազի կամերաների մեջ չէին խեղդում, մնացածը ածին-վազին։
Եթե որ ասում ինձ εντերից ճանապարհեցին սա ողջուններով, որ ես կարողացա 17 ամիս դիմադրել իրանց բոլոր էքսպերիմենտներին, բոլոր փորձերին, բոլոր տանջանքներին, որը որ իմ գլխին իրանք բերեցին։ Դա գաղտնիք չի, որ ես նաև դատի եմ տվել այդ համակենտրոնացման ճամբարին, նայեք տնենք ինչով կավարտվի, բայց ես ինքս էլի վրա զարմացած եմ, թե ես ոնց դիմացա այդ ամեն ինչի միջով անցնելուց, բայց դե ուրեմն մալադեց Վարդան Ղուկասյանին, ադիք մեկ, երկրորդ, հա, մարտական ամեն ինչը նույնն է, ոչ մի բան չի փոխվել, ոնց կային կատղած շուն, այտենց էլ մնացել են կատղած շուն ժողովրդական լեզվով ասած։ Ուրեմն ինչ վերաբերում է Պարոն Հարիկյանին եւ Արշակ Կարապետյանին, ես ոչ Պարոն Հարիկյանին, ոչ Արշակ Կարապետյանին, ոչ մի պաշտոն խոսք չեմ տվել եւ չէի կարող տալ։ Պարոն Հարիկյանը զուտ իր այսինքն մեր եւ իր նախաձեռնությամբ պարոն Բաղդասարյանի առաջարկով միացել էր մեզ, որովհետեւ ես կողմ էի պարոն Հարիկյանի գրած սահմանադրությանը, որը որ այդտեղ որ ասում է լրիվ դեմոկրատական, լրիվ ազգային սահմանադրությունը, որը որ գրված է եղել դեռ վաղուց, այն որ ասում է մի 40-50 տարի առաջ այդ մարդը գրել է եւ այնտեղ ահագին կետեր կար, որը ինձ համար շատ ընդունելի էր։ You have 1 minute remaining. Մեր ժամանակը մի րոպեից ավարտվում է, խնդրում եմ մնացեք գծի մեջ, ես հեսա մի փոքրանց նորից կվերադառնամ ուղիղ 1 րոպեից, որտեղ 15 րոպեն 1 է, ստեղ էլ է 15 րոպեն 1 թույլ տալի խոսալ, ոչ ավել։ Էս է գալիս։ Ալո, հա, մենք վերադարձանք։ Իսկ ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին, նորից ասեմ, որ ոչ մի պաշտոն մենք իրեն խոսք չենք տվել, առավել ևս իր թմին եւ ընտրությունների ավարտից անմիջապես հետո, այն որ ասում է разошлись как море кораблей։ Բայց օգտվելով ընձեռված ոնց որ ասել հնարավորությունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Պարոն Հարիկյանին, որովհետեւ ճիշտ է մեր մեջ եղել անախորժություն, բայց այդ մարդը հասկացավ, որ պետության գին ավելի բարձր է, քան անձնական ամբիցիաները։ Բայց եւ այնպես, նույնիսկ եմ ասում, այդ մարդը ոչ մի պաշտոնի ակնկալիք մեզնից չի ունեցել, իր ամբողջ նպատակը իր գրած սահմանադրությունը մի գեղեցիկոր իր կենթանության օրոք ուժի մեջ տեսնելն է, բայց չհաջողվեց, նորից չհաջողվեց, որովհետեւ ժողովուրդը նախընտրեց շալվարով, լիպչիկով, մայկատրոսիկով գնալ ձեն տալ, այսինքն մի հատ շալվարի դիմաց կամ մայկատրոսիկի, կամ չգիտեմ ինչի դիմաց գնալ նիկոլականներին ձեն տալ, հիմա էլ ընկել են փողոցները, քուչեքը, մեր բիզնեսնիկը, մեր ապրանքնիկը, մերեն։ Դե գնացեք ձեր տված ձայներով էլ, ումը որ ձեր եք տվել, հետմասեք ձեր բիզնեսների, տնտեսության, օրվա հացի մասին եւ այլն մտածել, նայենք ինչ ալում։